միայն 2024 թվականի ընթացքում մենք ինչ ենք արել կանաչապատման ոլորտի հետ կապված, էլի, առաջին հայացքից կթվա թե շուրջ 30 կիլոմետր ոռոգում իրականացնելը դա առանձնապես մի նորություն չի եւ Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր տարիների ընթացքում այդ ծավալի աշխատանքներ է իրականացվել, բայց վստահ եմ շատերդ էլ թե մինչև 18 թվականը եւ դրանից հետո որոշ շրջանում ականատեսեք մի պատկերի, որ ոչ միայն Երևանում կամ մարզերում տնկվել են ծառեր, չունենալով ոռոգման աշխատանքներ եւ այլն, եւ եթե դուք sense հետ հայացք անեք եւ մամուլում այն տարածված տեսանյութերը, որ այստեղ ծառատունկ իրականացվեց, այստեղ ծառատունկ իրականացվեց տարբեր տարիների ընթացքում, գնաք տեսնեք այդ ծառերը ինչ վիճակում են գտնվում, շատ դեպքերում կարող է ականատես լինեք, որ առհասարակ ծառեր չկան, էլի, որտեղ եթե չկա ոռոգման համակարգ, ոռոգման ցանց, այդ ծառերը ինչ որ մի պահից վերանում են, էլի։ Այդ 30 կիլոմետր ոռոգման ցանցը, որ մենք նախորդ տարի իրականացրել ենք, այս տարի եւս շարունակվելու է այլ ծավալներով։ Միևնույն ժամանակ ուզում եմ ասեմ, որ նախորդ տարի շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր են տնկվել, որոնցից շատերը երևի թե դուք նկատել եք ոչ միայն կենտրոն վարչական շրջանում, այլ մի շարք նաև այլ վարչական շրջաններում։ Մենք ձեզանից էլի շատերը ներկա էին վերջերս մի իրականացված ծառատունկի, որը որ նախորդ տարի իրականացրեցինք, դա Նորքի երբեմնի այգիներում էին, որտեղ որ մենք շուրջ 7 հեկտար տարածքի վրա շատ բարդ ռելիեֆում իմիջայլոց իրականացրել ենք ծառատունկ եւ այդ բարդ ռելիեֆային պայմաններում նաեւ ոռոգման համակարգ ենք անցկացրել, որպեսզի հետագայում որովիցե տեսակի խնդիր չունենանք։ Եվ եւս մեկ ցուցանիշ, որը կուզեի ես ասել ծառերի փոխարինման թեմայի վերաբերյալ, դա այն է, որ այդ ոռոգման ցանցի նաեւ ընտրված գուցե եւ ծառատեսակների եւ մոտեցման արդյունքում մենք ունեցել ենք շուրջ 95% ծառերի կպչողականություն եւ ես կարծում եմ, որ այս ցուցանիշները մենք ել ավելի կլավացնենք, ել ավելի իրավիճակը կանաչ ֆոնդը Երևան քաղաքի կբարելավենք, առաջիկայում ունենալու ենք թե այգիներում ծառատունկներ եւ թե այլ հասցեներում ծառատունկներ, մենք որոշել ենք, որպեսզի ցանկացած ծառատունկ լինի դա լայնամասշտաբ կամ փոքր ծավալների, նախապես ձեզ իրազեկենք, նախապես տեղյակ լինեք, որպեսզի եթե իրոք անկեղծ հետաքրքրվածություն կա Երևան քաղաքի կանաչ ֆոնդի, օդի աղտոտվածության եւ այլը, համատեղ ուժերով երևանցիներին եւ ոչ միայն երևանցիներին ներկայացնենք, թե ինչա կատարվում առհասարակ Երևան քաղաքում, իրա թե դրական կողմերը անպայմանորեն եւ բնականաբար թե բացասական կողմերը, տպավորություն չստեղծվի, որ մենք փորձում ենք միայն լավը ցույց տալ ձեր միջոցով, մենք գիտենք, որ խնդիրներ կան, իսկ այդ խնդիրները ինչի են լինում, որովհետեւ այսպես ասեմ, էլի, եթե կատարվում է առելի ծավալի աշխատանք, հիմա տարբեր թվեր չնշեմ, էլի, բարբերաբար ասել ենք, բայց եթե կարիք լինի, սիրով կպատասխանեմ այդ բոլոր հարցերին, այն ծավալը, որ կա Երևան քաղաքում թե այս տարի սպասվող, թե նախորդ տարի եւ դրանից եւս 1 տարի առաջ կատարված աշխատանքները, թվերը ամեն ինչ իրենց մասին ասում են, էլի, բացառված է, որ ցանկացած միտեղ, ցանկացած միջավայրում արվի այս ծավալի աշխատանքներ եւ չլիներ խնդիրներ, էլի, ես վստահ եմ, եթե մենք հենց վաղվանից ուղղակի Երևան քաղաքում ոչինչ չանենք, երևի թե Երևանի քաղաքապետարանի մասին բոլորը կմոռանան, որովհետեւ այդ աշխատանքն է, ինչի արդյունքում մենք գալիս ենք, հասնում ենք ստեղ ու տեսնում ենք, չգիտեմ, գուցե միտեղ ասֆալտի որակի հետ կապված խնդիր է եղել, միտեղ այգի է կառուցվել, չգիտեմ, խաղասարքի հետ կապված խնդիր է եղել եւ այլը եւ այլը եւ այլը։ Դրա համար ես կարծում եմ, որ եթե մեր ցանկությունը, մեր ասելով ձեզ նկատի ունեմ, էլի, մեր ցանկությունը նա է, որ մենք իրապես մարդկանց ներկայացնենք իրականում ինչ է կատարվում Երևան քաղաքում եւ Երևան քաղաքապետարանի կողմից ինչ ծրագրեր են իրականացնում, ես միայն ուրախ կլինեմ ձեզ տեսնելու բոլոր այն վայրերում, որտեղ մենք կլինենք ու կիրականացնենք տարաբնույթ աշխատանքներ։